Հովանեսը, որ նշանակում էր Տերը ողորմած է, իր մոր որովայնից Սուրբ Հոգով լցված մեկը պիտի լիներ, գինի եւ խմիչք ոգելից չպիտի օգտագործեր, Աստծո առաջ մեծ մեկը պիտի լիներ։ Սրանք բոլորը նկարագրում են այդ ժամանակվա կրոնական հոսանքներից մեկի նազովրեականների շարժումը, որի ներկայացուցիչները եւս այսպիսի վարք ու բարք ունեին։ Բայց շատ խորհրդանշական է նաեւ այն, որ Եղիա մարգարեի օրինակն է բերում հրեշտակը։ Հովանեսին զուգահեռելով Եղիա մարգարեի հետ։ Ինչ է ասում։ Ասում է նա Եղիայի զորությամբ ու հոգով պիտի ընթանա նրա առաջ, Աստուծո առաջ։ Եթե մի պահ հիշենք, Հովանես Մկրտչի ծննդից առաջ, շուրջ 400 տարի առաջ, կար մի մարգարե, որի անունը Մաղաքիա էր, եւ որը Սուրբ գրքում 5 տակարանում գործած վերջին մարգարեն է։ Մաղաքիայից հետո որևէ մարգարե չի խոսում։ Եվ այդպիսի ընկալում կար, որ Մաղաքիայով Աստված լռում է եւ այլևս իր պատգամները, իր մարգարեությունները, իր խրատները չի փոխանցում ժողովրդին։ Եվ 4 դարի 300-ից 400 տարվա այս ամբողջ շրջանը լռության հատվածը կարծես թե խզվում է Հովանես Մկրտչի գալստյամբ։ Եվ հրեշտակը սա է ավետում, ասում է ինքը Եղիայի հոգով ու զորությամբ պիտի գա։ Ինչու է Եղիային նշում, որովհետև նույն Մաղաքիա մարգարեն իր մարգարեության ավարտին 4-րդ գլխի վերջում, իր մարգարեության վերջին գլխում ասում է, որ Եղիային պիտի ուղարկեմ։ Տերը ասում է Մաղաքիայի մարգարեության մեջ, որ Եղիային պիտի ուղարկի, թեզբացի Եղիային պիտի ուղարկի, որը պիտի գա դատաստանի օրվանից առաջ եւ ուշադիր, ասում է պիտի գա ու հայրերի սիրտը իրենց որդիներին դարձնի, մարդու սիրտը իր ընկերոջը դարձնի, որպեսզի որևէ մեկը թշնամանք չունենա մյուսի հանդեպ։ Նույնը բառացիորեն Մաղաքիա մարգարեի 4-րդ գլխում ներկայացված այս խոսքերը Եղիա մարգարեի մասին, Գաբրիել հրեշտակն ասում է, որ Հովանես Մկրտիչն է այդ կերպարը։ Ուրեմն Եղիայի գալուստը, Եղիայի ոգով եկած Հովանես Մկրտիչը նույն առաքելությունն ունեին։ Իրենք Մեսիայից առաջ հայտնվող կերպարներն էին։ Ինչ էր նշանակում հայրերի սիրտը որդիներին դարձնելը, եւ ինչ էր նշանակում անզգամներին արդարների իմաստությանը դարձնելը։ Պարզ մի բան, հաջորդ խոսքով Ղուկաս ավետարանչի գրչով հրեշտակն ասում է Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ կազմելու։ Մենք երբեմն մտածում ենք, ո՞րն է եկեղեցու առաքելությունը։ Ինչն է մեր հոգևորականներից հիմնական անելիքը։ Մենք ինչ ենք ուզում երկրի վրա եկեղեցին աճեցնելով, զորացնելով, քարոզելով, մեր առաքելությունը ո՞րն է։ Շատ հստակ է։ Պատրաստել մի համայնք, ստեղծել մարդկանց մի միություն, որտեղ սերունդները թշնամանք չունեն իրար հանդեպ։ Հայրերի եւ որդիների հակառակությունը, հակասությունը, իրենց հակամարտությունը, որ մի ամբողջ մարդկության պատմության ընթացք է թևակողել, ճանապարհորդել է այս հանգամանքը եւ շատ ու շատ գրողներ սրան անդրադարձ ունեն, այս սերունդների կռվի մասին է խոսում հենց ավետարանիչը։ Հենց հրեշտակն ասում է, որ ձեր քարոզչությամբ եկեղեցու առաքելությամբ մեծ հաշվով սերունդների միջև խաղաղություն պիտի լինի։ Հայրերի սրտերը պիտի դառնան իրենց որդիներին։ Թշնամանք չպիտի լինի իրենց հանդեպ։ Մեկը մյուսի հանդեպ թշնամանք չպիտի ունենան։ Եվ բոլոր նրանք, ովքեր չգիտեն ինչ է ճշմարտությունը, արդարությունը, անզգամ են մեծ հաշվով եւ անհնազանդ, ինչպես Ղուկաս ավետարանիչն է ասում, պիտի դառնան իմաստունների արդարությանը, արդարների իմաստությանը, պիտի դառնան եւ տեսնեն, թե ինչն է ճշմարտությունը, որ կարող է իրենց առաջնորդել։ Ուրեմն Հովանես Մկրտչի առաքելությունը սա է։ Այսպես է նկարագրում հրեշտակապետը, եւ այս խոսքերի ավարտին մի պահ կարծես դադար տալուց հետո Զաքարյան փորձում է հարց տալ, որովհետև ասում է իսկ այդ ինչպես կլինի, ես ինչպես կիմանամ, որ սա եղավ, որովհետև ես ծեր մեկն եմ եւ իմ կինն էլ առաջացած տարիքում է։ Պարզ մարդկային զարմանք է, որ ի հայտ է գալիս Զաքարիայի մոտ եւ սրանով մեկ անգամ եւս հաստատում է, որ Զաքարյան զավակ ունենալու համար չէ, որ աղոթք էր անում այդ բանը, որտեվ եթե ինքը այդ աղոթքը անելու լիներ, այդ հարցը չէր առաջանալու, բա ոնց կլինի սա։ Եվ հրեշտակը այստեղ տալիս է մի պատասխան, որ ամեն անգամ ընթերցելիս ես ինքս կարծես թե մեկ անգամ եւս այդ
ահասարսուր, խորհրդավոր եւ հզոր պատկերի առաջ եմ կանգնում։ Հրեշտակապետն ասում է. ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Տիրոջ առջև։ Գաբրիել, որ նշանակում է Տիրոջ զորություն։ Ուրեմն Գաբրիել հրեշտակապետն եմ ես, որ կանգնում եմ Աստուծո առջև եւ առաքվեցի քեզ հետ խոսելու եւ քեզ ավետելու, քեզ պատգամելու, քեզ փոխանցելու այս մեծ իրադարձությունը։ Եվ ասում է, քանի որ դու չհավատացիր, համր կլինես, չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ իմ ասածները կկատարվեն, որտեղ չհավատացիր, որ սրանք իրենց ժամանակին կատարվելու են, ինչ որ ասել եմ ճշմարիտ է։ Եվ այդպես էլ լինում է, ավետարանիչն ասում է, որ Զաքարյան պապանձվում է, իսկ ժողովուրդը, որ դրսում աղոթքի էր կանգնած, զարմանում են, թե ինչու է տաճարում ուշանում, որովհետև սովորություն էր, որ երբ սպասում էին դրսում կանգնած ժողովուրդը, երբ սպասում էր խնկարկման պահին, խունկը երբ որ լցվում էր ածուխի վրա եւ խնկարկության գործընթացը սկսվում էր, խնկարկումն սկսվում էր, ծուխ էր բարձրանում, սպիտակ ծուխ էր բարձրանում, որ ժողովուրդը տեսնում էր եւ երեսի վրա ընկնելով աղոթքը շարունակում էին, այսինքն իրենք սպասում էին այդ ծուխին եւ դրանից անմիջապես հետո, խնկարկությունից անմիջապես հետո քահանան այնտեղ անելիք չուներ, դուրս պիտի գար, բայց Զաքարյան դուրս չի գալիս, որովհետև Զաքարյան հարց ու պատասխանի մեջ է եւ ժողովուրդը անհանգստանում է, զարմանում են, թե ինչու է ուշանում քահանան։ Եվ երբ դուրս է գալիս Զաքարյան տաճարից, Ղուկաս ավետարանիչն ասում է, որ պապանձված էր, չէր կարող խոսել եւ նրանց հետ խոսում էր միայն նշանների միջոցով։ Եվ ավետարանիչն ասում է, որ ժողովուրդը հասկացավ, որ հավանաբար տաճարում տեսիլք էր ունեցել Զաքարյան, որովհետև այլ պատճառ չկար ուշանալու, պարզապես հնարավոր չէր ուշանալ։ Սրանից անմիջապես հետո ավետարանիչը շատ հետաքրքիր վերստին առաջին հայացքից անկարևոր մի տեխնիկական դետալ է մեզ փոխանցում, բայց սա էլ մտորելու առիթ է տալիս։ Ասում է, եւ երբ Զաքարիայի քահանայության օրերը լրացան, իր պաշտոնի, իր ծառայության, տվյալ փուլի իր ծառայության օրերը լրացան, դարձավ իր տունը։ Ուրեմն Զաքարյան դուրս եկավ ու պահանջեց, որ ես գնացի, որովհետև ինձ հետ հրաշալի իրադարձություն է տեղի ունեցել, ինձ հրեշտակն է հայտնվել, կամ ես այլևս չեմ կարող խոսել, հիմա թողեք, որ ես գնամ։ Զաքարյան դուրս է գալիս եւ շարունակում է իր մի քանի օր, որ դեռևս պիտի մնար տաճարի տարածքում իր ծառայություն մատուցելու, շարունակում է խոնարհաբար իր ծառայությունը անել։ Անկախ նրանից, թե իր հետ ինչ է տեղի ունեցել։ Չի ոգևորվում, իր մեջ ոչինչ չի փոխվել, այլ Զաքարիա չի դարձել, խոնարհաբար շարունակում է։ Եվ երբ օրերը լրանում են, հետ է գնում, եւ ինչպես ավետարանիչն է ասում, այդ օրերից հետո Եղիսաբեթը հղիացավ եւ 5 ամիս ինքն իրեն թաքցնում էր, որովհետեւ ամաչում էր մարդկանցից, որովհետեւ զարմանք էր իր համար եւ անակնկալ էր իր հղիությունը առաջացած ծերության տարիքում։ Եվ ինքը իր մեջ մտածում էր, ինքն իր մեջ խոսում էր եւ ասում էր. այսինչ բաներ, որ Տերն ինձ արեց իմ այս օրերին, վերացնելով մարդկանց միջից իմ ունեցած նախատինքը, որտեղ այո նախատինք կար ժողովրդի մեջ, եւ բացի այն, որ Եղիսաբեթը երկար տարիներ ամուսնացած էր ու զավակ չուներ, Եղիսաբեթը ինքը քահանայական ընտանիքի դուստր էր եւ իր ամուսինն էլ քահանա էր։ Եվ հարցը ավելի է թեժանում, երբ որ ոչ թե պարզ զույգ էր, որ զավակ չուներ, այլ հենց քահանայական ընտանիքը զավակ չուներ։ Ուրեմն Եղիսաբեթի այս խոսքը իր մտքում հրաշալի իրադարձության, որ շնորհակալությամբ լեցուն մի խոսք է, վերստին ցույց է տալիս, որ կար այդ նախատինքը։ Եվ Եղիսաբեթը զարմանքի ու ցնծության մեջ էր, թե ինչ արեց Տերը իմ ծերության այս օրերին, վերացնելով մարդկանց մեջ ունեցած իմ նախատինքը։